Ֆուտբոլում հաճախ ասում են պատմությունը եթեներ չի սիրում, բայց ես դրա հետ մի քիչ համաձայն չեմ։ Ֆուտբոլի պատմության մեջ եղել են որոշումներ, որոնց մասին մտածելիս մինչև այսօր ասում ենք. ինչ կլիներ եթե։ Նեյմարը մնար Բարսելոնայում, Ռոնալդուն երբեք չհեռանար Ռեալից, եթե վառը գոյություն ունենար ավելի շուտ, գուցե այսօր լրիվ ուրիշ թիմեր լինեին լավագույնները, լրիվ ուրիշ ֆուտբոլիստներ ունենային ոսկե գնդակներ, գուցե լրիվ ուրիշ անունների հիշեինք որպես լեգենդներ։ Ու հենց դրա համար այսօր փորձելու ենք վերաշարադրել ֆուտբոլի պատմության որոշ դրվագներ։ Մի քիչ կմիացնենք մեր ֆանտազիան համադրելով փաստերը, որովհետև այդ ֆանտազիաներից յուրաքանչյուրը իսկապես կարող էին իրականություն լինել։ Այս վիդեոյում իրադարձությունները դոմինոյի էֆեկտ են ստանալու։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք կոճակը, եթե իրոք գնահատում եք մեր աշխատանքն ու մի քիչ սիրում։ 2017 թվականի օգոստոսի 3 Բարսելոնայի գրասենյակում սովորական օր էր։ Սովորական էր մինչ այն պահը, երբ Նեյմարի ներկայացուցիչները մտան ներս։ Նրանք չէին եկել ոչ նոր պայմանագիր ստորագրելու, ոչ էլ այլ հարցի շուրջ բանակցելու։ Նրանք եկել էին վճարելու։ Նեյմարն էր վճարում։ Դե շեյխերից վերցրել էր, բերել էր, փակում էր։ 222 միլիոն։ Դա այդ պահին ոչ միայն աշխարհի ամենաթանկ տրանսֆերի գինն էր, այլ ֆուտբոլի պատմության ամենաշոկային որոշումներից մեկը։ Շատերն այսօր էլ ասում են Նեյմարը սխալվեց։ Ոմանք էլ թե բա ճիշտ արեց, ուզում էր դուրս գալ Մեսսիի ստվերից։ Խեղճը Լեոյի պատճառով արևի երես չէր տեսնում։ Բայց եկեք մի պահ թողնենք ճիշտ էր թե սխալ ու հասկանանք թե ինչ փոխվեց այդ մեկ ստորագրությամբ։ Բարսելոնան մեկ ակնթարթում դարձավ աշխարհի ամենահարուստ գնորդը։ Այդ ժամանակ սա խելահեղ թիվ էր ու հենց այդ ժամանակ սկսվեց առաջին խնդիրը, որովհետև երբ Եվրոպայում գիտեն, որ դու ունես փող, սկսում են քեզ ուրիշ աչքով նայել։ Եթե 3 Դեմբելեն արժեր 80 միլիոն, այսօր միանգամից դարձավ 140։ Նրանք բոլորը գիտեին, որ Բարսան ունի փող եւ կարող է վճարել։ Ստացվում է Բարսան ընկավ սեփական թակարդը։ Այո, ու սկսվեց խուճապը։ Ակումբը չէր կարող ֆաներին ասել. ոչ, մենք ոչ ոքին չենք գնում Նեյմարի փոխարեն։ Պետք էր մեծ աստղ ու ինչքան հնարավոր է արագ։ Դե ինչպես գիտեք, վրազողը տղա չի ունենում։ Ուսման Դեմբելեն եկավ 135 միլիոն եվրոյով, մի քանի ամիս անց Ֆելիպե Կոուտինյոն 160, հետո եկավ Անտուան Գրիզմանը մոտ 120 միլիոն եվրո։ Բառացիորեն մի 2 տարվա ընթացքում Բարսելոնան ծախսեց տրանսֆերների վրա ավելի քան 400 միլիոն եվրո։ Այդ ժամանակվա չափանիշներով, եթե այդ գնումները համեմատենք Լիվերպուլի նախորդ գնումների հետ, ապա Մերսիսայդյան ակումբինը ուղղակի Սիթիից առևտուր է հիշեցնում։ Հիմա հետ նայելով հեշտ է ասել, որ սխալ տրանսֆերներ էին, բայց այդ ժամանակ իսկապես Բարսելոնային պետք էին անուններ, որոնք բացի խաղադաշտը պետքա փակեին Նեյմարի բացը, ինչպես երևաց անհնար էր։ Բայց իրական վնասը միայն փողը չէր։ Նեյմարը Մեսսիի կողքին միակ ֆուտբոլիստն էր, որը կարող էր ամբողջ խաղը իր ուսերին տանել։ Հիշենք 2017 թվականի Չեմպիոնների լիգայի Պարիս Սեն-Ժերմենի դեմ պատմական քոմբեքը, որտեղ բոլորը հիշում են Սերխի Ռոբերտոյի հաղթական գոլը, բայց քչերն են հիշում, թե ինչ արեց Նեյմարը։ Վերջին 7 րոպեներին Բարսայի առաջատարը Մեսսին չէր, Նեյմարն էր։ Նա գոլ խփեց Տուգանայինից, վաստակեց 11 մետրանոցը, ինքը փոխանցեց հաղթական գոլի ասիստը։ Այդ երեկո երևաց, որ Բարսան ունի արժանի հետնորդ ու առաջնորդ, որը կարող է խաղի ելք փոխել միայնակ, բայց մի քանի ամիս անց նա հեռացավ։ Իսկ հիմա եկեք պատկերացնենք, որ Նեյմարը մնում էր, MNS Եռյակը շարունակում էր խաղալ, Մեսսին այդ ժամանակ 30 տարեկան էր, Սուարեսը 30 ու Նեյմարը 25 տարեկան ընդամենը։ Դա նշանակում էր, որ մի ամբողջ ֆուտբոլային կյանք Նեյմարի առջևում էր եւ նա կարող էր դառնալ Բարսելոնայի իսկական լեգենդը։ Հնարավոր էր, որ Բարսան այդ կազմով 1-2 Չեմպիոնների լիգա եւս վերցներ։ Մի կեղտոտ տրանսֆերի պատճառով 3 ակումբ վարակ Այդ ոնց։ Պատկերացրեք, որ Նեյմարը չի հեռանում, Բարսան չի սկսում խուճապային գնումները։ Հնարավոր է Դեմբելեն երբեք չտեղափոխվեր ու շարունակեր ավելի կայունանալ որպես ֆուտբոլիստ Բորուսիայում։ Կոուտինյոն մնում էր Լիվերպուլում ու շարունակում ժարի տանել կլոպի գլխավորությամբ։ Գրիզմանը շարունակեր խաղալ Ատլետիկոյում ու գոնե չեմպիոն կդառնար։
Սա փաստորեն տրամաբանել էլ գիտի։ Տրամաբանական շղթայով գալիս ենք անտրամաբանական ծախսերի պատճառով մի ելքի, որը 2021 թվականն էր։ Բարսելոնան հայտարարեց, որ չի կարող գրանցել Լեո Մեսսիի պայմանագիրը։ Այդ տեսարանը բոլորս ենք հիշում։ Լեո Մեսսին մամուլի ասուլիսի ժամանակ լաց էր լինում։ Ամբողջ ֆուտբոլային աշխարհը շոկի մեջ էր։ Իսկ հիմա ամենամեծ հարցը. եթե Բարսան տարիներ շարունակ չծախսեր հարյուրավոր միլիոններ խուճապային տրանսֆերների վրա, եթե ֆինանսական վիճակը այդքան չծանրանար, կլիներ այդ ասուլիսը։ Սա այն հարցերից է, որի պատասխանը երբեք չենք իմանա։ Լավ էլ գիտենք ելմի։ Գլոբը մտածում է, որ Մեսսին երբեք էլ չէր հեռանա Բարսելոնայից։ Իսկ դուք։ Բայց ավելի վաղ տնտեսական շատ վերլուծաբաններ արդեն պատասխանել են, որ Նեյմարի այդ վաճառքից եւ հաջորդական այդ չստացված տրանսֆերներից Բարսայի ֆինանսական վիճակը անչափ շատ է տուժել։ Ստացվում է Նեյմարի մեկ ստորագրությունը անուղղակիորեն ճանապարհ բացեց նաեւ Մեսսիի հեռանալուն։ Մեսսին հեռանում է Paris Saint-Germain ու ֆուտբոլային աշխարհը տեսնում է մի երանելի եռյակ՝ Մեսսի, Նեյմար, Մբապե, 3 գիգանտ, 3 սուպեր աստղ, որոնք այդպես էլ չկարողացան հաղթել Չեմպիոնների լիգան։ Գուցե հենց այն պատճառով, որ դա ոչ թե երկարատև աշխատանքի արդյունք կլիներ, այլ ընդհանրապես մի անսպասելի տրանսֆերի հետևանք։ Ոչ թե գուցե, այլ հենց տենցա որ կա։ Էնրիկեն վկա։ Եթե Մեսսին մնար Բարսայում, ինչ կլիներ Լամին Յամալի հետ։ Այո, սա արի թողնենք վերջում, ճիշտ ասում։ Սա թողնում ենք վերջում, շատ հետաքրքիր կլինի։ 2018 թվական հուլիսի 10-ը ֆուտբոլային աշխարհը հերթական պայթյունն է զգում։ Կրիշտիանո Ռոնալդուն հեռանում է Մադրիդի Ռեալից։ Ցեյլացում այդ օրը։ Այդ օրը բոլորը քննարկում էին հենց Կրիշտիանո Ռոնալդուին, բայց արդյունքում շահեց մեկ այլ ֆուտբոլիստ։ Մի մարդ, որի անունն այդ պահին ոչ ոք չէր հիշատակում։ Եթե այսօր երիտասարդ ֆուտբոլասերներին հարցնես ով էր Կարիմ Բենզեման մինչև 2018 թվականը, հավանաբար բոլորը կպատասխանեն, որ ֆանտաստիկ հարձակվող, Չեմպիոնների լիգայի հաղթող, ոսկե գնդակի դափնեկիր։ Բայց իրականության մեջ մինչև 2018 թվականը Բենզեմայի անունը շատ քիչ էր շոշափվում։ Կրիշտիանո Ռոնալդուն չափազանց մեծ էր, որ փոքրիկ ֆրանսիացին երևար։ Տարիներ շարունակ Կարիմ Բենզեմայի գործը միայն գոլ խփելը չէր։ Կարելի ասել գոլ խփելը նրա երկրորդական գործն էր։ Նա ավելի շատ իջնում էր ներքև, կատարում սևագործ բանվորի աշխատանք, գնդակներ խլում եւ այլն եւ այլն։ Կարաս ապացուցես։ Թվերը վկա։ 2017-18 մրցաշրջանում Բենզեման խփել էր ընդամենը 5 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Իսկ ահա հաջորդ մրցաշրջանում արդեն 21 գոլ եւ 7 ասիստի հեղինակ էր դարձել։ Ու դա այն ժամանակ, երբ արդեն Ռոնալդուն չկար։ Զգում ես տարբերությունը։ Պատկերացրու դու խաղում ես մի ֆուտբոլիստի կողքին, որը տարեկան խփում է 50-60, երբեմն ավելի շատ գոլ։ Բնականաբար ամբողջ խաղը կառուցվում է հենց նրա շուրջը ու դու նույնիսկ չես էլ մտածում դառնալ թիմի աստղը, որովհետև դրա կարիքը եւ հնարավորությունը չկա։ Բայց 2018 թվականին ամեն ինչ փոխվեց։ Ռեալը մնաց առանց Կրիշտիանո Ռոնալդուի ու տպավորություն էր, որ թիմը մնացել է առանց աստղի եւ առանց հենարանի։ Շատերը կարծում էին, թե Ռեալը կընկնի մեծ ճգնաժամի մեջ։ Եվ առաջին մրցաշրջանը իսկապես անցումային ստացվեց։ Մարզիչները փոխվում էին Լոպետեգի, Սոլարի, Չեմպիոնների լիգայից դուրս մնալ։ Թվում էր իսկապես Ռոնալդուի հեռանալը կործանել է թիմին։ Բայց ճիշտ այդ պահին սկսվեց Բենզեմայի իրական պատմությունը։ Եթե մինչև այդ նա միջինում խփում էր 20-25, երբեմն 30-ից ավելի գոլ, ապա հետո սկսեց հատել 40-ի սահմանը։ Հետո եկավ մի մրցաշրջան, որը փոխեց նրա կարիերան գլխովին։ 2021-22 թվական Չեմպիոնների լիգա, Paris Saint-Germain, Chelsea, Manchester City, 3 անընդմեջ փլեյօֆի խաղ ու տարբեր հետրիկներ։ 3 անգամ նա գրեթե միայնակ թիմին դուրս բերեց հաջորդ փուլ։ Ու արդյունքում տրամաբանորեն Բենզեման բարձրացնում է ոսկե գնդակը։ Այդ ժամանակ ամեն խաղից հետո հուզվում էի հարցունքներով։ Դե հիմա պատկերացրու, եթե Ռոնալդուն մնար, Բենզեման արդյոք կդառնար խաղի առաջատարը, կխփեր այդքան գոլ։ Հնարավոր է ոչ, որովհետև նա չէր դառնա խաղի կենտրոնը։ Ստացվում է Ռոնալդուի հեռանալը ոչ միայն մի լեգենդի դարաշրջանի ավարտ էր, այլ մեկ ուրիշի
սկիզբը։ Բայց դա դեռ ամենահետաքրքիրը չէ։ Պորտուգալացու հեռանալուց հետո Ռեալը հասկացավ, որ նրան փոխարինելը անիմաստ է, ուղղակի չեն կարող գտնել այդպիսի երկրորդին։ Ու հենց այդ պատճառով ակումբը փոխեց ռազմավարությունը։ Փոխանակ նոր Ռոնալդու փնտրելու նրանք սկսեցին հրավիրել երիտասարդների։ Վինիսիուս, Ռոդրիգո, Կամավինգա, Չուամենի, հետագայում Բելինգեմ, Էնդրիկ, Արդա Գյուլեր։ Ակումբն այլևս չէր փնտրում նոր Ռոնալդուի, նրանք հավաքում էին ապագայի թիմը։ Սկսվեց ապակենտրոնացում, որը բերեց նոր խնդիրներ։ Հա, բայց դա չի հիմա հարցը։ Եթե Ռոնալդուն մնար, ասենք մինչև 2021 թվականը, արդյոք Վինիսիուսը կունենար նման ազատություն։ Հիշեք, սկզբում Վինիսիուսը ինչքան էր վրիպում, ինչքան էր սխալվում, անցումները չէին ստացվում, նա դառնում էր մեմերի առարկա, ու եթե այդպես շարունակվեր ու լիներ Ռոնալդուի պես առաջատարը, մարդիչը ընդամենը կասեր հերիք է կապիկություն անես, փոխանցիր պորտուգալացի հրաշքին։ Ու շատ հնարավոր է, որ մենք այդպես էլ չէինք տեսնի Վինիսիուսին, որին տեսնում ենք այսօր եւ տեսել ենք մի քանի տարի շարունակ։ Հիմա եկեք նայենք մյուս կողմին։ Իտալիան խելագարվել էր, Քրիստիանո Ռոնալդուն տեղափոխվում է Յուվենտուս 100 միլիոն եվրոյի դիմաց։ Աշխատավարձը աննախադեպ էր ու այդ անգամ բոլորը համոզված էին, որ Չեմպիոնների լիգան վերջապես կվերադառնա թուրի։ Բայց 4 տարի անց չկա Չեմպիոնների լիգայի գավաթը, չկա համաշխարհային գերիշխանություն, փոխարենը եկան ֆինանսական մեծ խնդիրներ, բարձր աշխատավարձային ֆոնդ ու մի նախագիծ, որը երբեք չարդարացրեց իրեն։ Եթե Ռոնալդուն մնար Ռեալում, Յուվենտուսը նման ծախսերի չէր գնա, այդ գումարով կգներ մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստների ու գուցե ինչ որ հաջողությունների հասներ։ Ու չէր հայտնվի կղանքի մեջ։ Հաջորդ եթեների շարքը փոխեց կանոնները ֆուտբոլի մեջ։ Ընդհանրապես մի քանի սանտիմետր մի սխալ, որը ճակատագրական կարող էր լինել, ու միջամտում է նորին մեծություն վառը։ Կա մի արտահայտություն, որը ապրում է ֆուտբոլի գոյությանը զուգահեռ։ Ցավարական սխալները խաղի մի մասն են։ Տարիներ շարունակ սա ընդունված ճշմարտություն էր, բայց հետո եկավ վառը ու հանկարծ ամբողջ աշխարհը սկսեց նայել անցյալին ու հարց տալ։ Իսկ եթե սա լիներ 10 տարի առաջ։ Հարավային Աֆրիկա, աշխարհի առաջնություն, Անգլիա, Գերմանիա, խաղ, որի մասին խոսում են մինչև այսօր։ Հաշիվը 2-1 էր, Ֆրենկ Լեմպարդը հարվածում է, գնդակը դիպչում է դարպասաձողին ու անցնում դարպասային գիծը։ Ամբողջ աշխարհը տեսավ գոլը, բացի մրցավարից։ Գոլը չարձանագրվեց, FIFA-ն ավելի ուշ ընդունեց, որ դա մրցավարի սխալներ եւ գոլը պետք է արձանագրվեր։ Արդյունքում Անգլիան պարտվեց 4-1 հաշվով, բայց եթե գոլը արձանագրվեր ու հաշիվը դառնար 2-2, ոչ ոք չգիտի, թե Անգլիան մինչև ուր կհասներ ու արդյոք կպարտվեր այդ խաղը։ Գուցե հենց այդ աշխարհի առաջնությանը պետք է Անգլիան վերջապես իրականություն դարձներ It's coming home երգը։ Սա պատմություններից մեկն էր ընդհանրապես։ Կարելի է հիշել նաև 2009 թվականի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը Բարսելոնայի եւ Չելսիի միջեւ։ Այս խաղի մասին այնքան են պատմությունները, այնքան շատ է խոսվել, որ շատ մանրանալու կարիք չկա, բայց եթե լիներ վառը այն ժամանակ, գուցե Չելսին անցներ եզրափակիչ, գուցե Բարսելոնան այդքան ահասարսուռ չթվար մրցակիցների համար եւ գուցե Պեպ Գուարդիոլայի անձը եւ նրա մասնագիտական ունակությունները այդքան բարձր չդասվեին այսօր։ 2009 թվականին տեղի ունեցավ մի դրվագ, որը նույնպես շատ երկար ժամանակ քրքրվում էր ֆուտբոլային հանրության կողմից։ Այս անգամ հավաքականների մակարդակով Ֆրանսիայի եւ Իռլանդիայի հավաքականների միջև որակավորման փուլի խաղում խաղավարտին Թիերի Անրին գնդակը պահում է ձեռքով, փոխանցում խաղանկերոջը եւ Ֆրանսիան խաղալու էր աշխարհի առաջնությանը։ Հետո Անրին ինքն էլ խոստովանեց, որ գնդակը կասեցրել էր ձեռքով։ Հիմա պատկերացրեք, վառը լինում էր այդ ժամանակ, գոլը չեղարկվում էր ու գուցե Իռլանդիան գնար եւ մասնակցեր աշխարհի առաջնությանը։ Մի սխալ որոշում, որը փոխեց մի ամբողջ հավաքականի պատմություն։ Ու հետո Իռլանդիային պարտքը վերադարձվեց Հայաստանի դեմ խաղում։ Իբր նման տեսություն կա, որ այսպիսով փորձել են Իռլանդիայի հավաքականին վերադարձնել պարտքը։ Դա տեսություն է, բայց ոչ անիրական։
Մի ստորագրությամբ Նեյմարը հեռացավ Բարսելոնայից։ Ռոնալդուն որոշեց վերջ տալ Մադրիդի Ռեալում լեգենդար կարիերային։ Մուտք գործեց վառը։ Առաջին հայացքից սրանք իրարից անկախ իրադարձություններ են, բայց եթե խորանում ենք, ապա հասկանում ենք, որ ֆուտբոլում որոշիչ են ոչ միայն գոլերը, այլ կայացած որոշումները։ Երբեմն ընդամենը մի ստորագրությունը կարող է ակումբին արժանալ միլիոնավոր, 100 միլիոնավոր եվրոներ, եւ մեկ հեռանալը լեգենդի կարող է ստեղծել մի ուրիշ լեգենդի։ Երբեմն էլ մրցավարական որոշ սխալներ կարող են ճակատագրեր փոխել, բայց դա բնական է, որտեղ մարդու ձեռքը խառն է, այնտեղ սխալն անխուսափելի է։ Ինչ կլիներ, եթե արտահայտությունը շատ հարաբերական է, միտեղ լավ է, միտեղ վատ, որովհետև ֆուտբոլի պատմության ամենամեծ փոփոխությունները սկսվել են հենց այդ երկու բառից։ Իսկ եթե Մեսին մնար Բարսայում, ինչ կլիներ Լամին Յամալի հետ։ Այո, առաջին հայացքից սա տարօրինակ հարց է, բայց եկեք մտածենք։ Յամալը շատ արագ դարձավ Բարսայի առաջատարներից մեկը, նաև այն պատճառով, որ ակումբը ստիպված էր շատ արագ իր երիտասարդ սաներին առաջ տանել, որովհետև կային խնդիրներ, ֆուտբոլիստների պակաս եւ պետք էր այն լրացնել։ Հիմա պատկերացրեք, եթե թիմում լիներ Լեո Մեսին, արդյոք Յամալը այդ արագությամբ եւ այդ աստիճանի վստահությամբ կարող էր գալ առաջին թիմ։ Եվս 2-3 տարի լավագույն դեպքում կմնար պահեստայինների նստարանին, որպեսզի ավելի հասունանար եւ այդ ժամանակ չես կարող ասել, արդյոք նա կփայլեր այս մակարդակով հետագայում։ Սա արդեն այն եթերներից է, որի պատասխանը այդպես էլ չենք իմանա։ Բայց մի բան հաստատ է, 2017 թվականի օգոստոսի 3-ին փոխվեց ոչ միայն Նեյմարի կարիերան։ Այդ օրը շարժվեց առաջին դոմինոն, որի քարերը շարունակում են մինչև այսօր ընկնել։ Եթե այս թողարկումը ընկավ ձեր սրտի մեջ եւ ինչ որ բան շարժեց, ապա անպայման պարտադիր լայքեք բութը վերև, բաժանորդագրվեք անպայման եւ մնացեք լավ։ Ու եթեներին պետք չի շատ խորանալ։